Այսօր մենք կպատրաստենք ոսպով կոտլետ։ Մեզ շատ բան չէ հարկավոր։ Տեսնում ենք, ընդամենը ոսպ, 2 սող, 1 կարտոֆիլ եւ կանաչեղեն, ամենից շատը սամիտ։ Այս բոլորը նախապես ես պատրաստել եմ ոսպը ժամանակից շուտ 2-3 ժամ առաջ արդեն ես թրջել եմ գոլ ջրով, որպեսզի այն փափկի եւ պետք է մսաղացով աղանք եւ հետագա ընթացքն էլ ցույց կտամ։ Ուրեմն սկսեցինք։ Նախորդ կտրտած արդեն կանանչիները ավելացնում ենք ֆարշի մեջ, սամիտն ու կինձը, հետո ավելացնենք աղ, պղպեղ եւ 1 հատ ձու եւ վերջ մեր ֆարշը պատրաստ է ոսպով կոտլետի։ Աղը ըստ կաշկի, ըստ ցանկության եւ պղպեղն է նույնպես եւ կսկսենք խառնել մեր ֆարշը եւ այսպես հեշտ ֆարշ ենք պատրաստում, շատ համով եւ շատ դիետիկ։ Նախապես պատրաստում ենք ձեթը, տաքացնում ենք թավայի մեջ եւ սկսում ենք պատրաստել մեր կոտլետը։ Եթե ունեք նախապես չորացրած արդեն սոխարիկներ, մեզ պետք կգան, որպեսզի մեր ֆարշը մեջի թաթախենք եւ ժարի տանենք։ Եվ սկսում ենք այսպես կոտլետի տեսք տալ։ Այսպիսով մեր ոսպով կոտլետը պատրաստ է։ Շատ սիրուն, համով, գեղեցիկ։ Բարի ախորժակ։